Բարև, ասիգա երկրորդ երիզն է, փակին տարի ընցադարվն է 2024 թիվ 2 ուր հոտված մգա ջիվջիվներն մասին, որ Թալար Շահինյանը կրեց, ուրեմն ասիգա պիտի մագարտամ հոտվածը, ասկից առաջ խմպակրականը գարտացի, որ հաջալի էր, և հիմա էջ 69-ի վրա ենք, ուրեմն հայրենի նոր խարնածին նորեն ամենը ալկապս է, հայրենի նոր խարնածին դարպերագ, թե փորձարական ստեղծագործություն, հրայր վարազի hashtag ջիվջիվը, Թալար Շահինյան Լոս Անջելեսի մեջ, մանավանդ, հայահոծ թաղամասերեն ներս, հայերեն լեզվի ներկայությունը սովորական երևույթ դարձած է, այսինքն լեզուն այլևս մասնիկն է քաղաքին հանրային հյուսվածքին, անգլսվի մայթերուն վրա ճաշարաններու գիծ սեղաններեն, ինքնաշարժներու բաց պատուհաններեն և բժշկական հաստատություններու, սպասման սրահներու, խանութներու կամ վերելակներու մեջ, գլսվի արևելահայերենն ու արևմտահայերենը, իրենց թե պարպարային, թե գրական եղանակներով և հաճախ նոր խառնվածին hybrid հնչյունաբանությամբ և դարբերակներով, սփյուռքյան բազմազան շերտերը բաղկացած այս ընդարձակ համայնքի խառն կերպարը տասնյակ տարիներու ընթացքին հղացած է խոսակցական լեզվի որոշ պարպարային միացուլումը, որ կը համընկնի ոչ միայն հայ քաղաքներու ներկա հեղաշրջուն դիմագիծին, այլ նաև թվայնացման շրջանի լեզվային նոր մոտեցումներուն։ Արդի թվային հաղորդակցության միջոցներ ուսումնասիրող դեսպանները կառաջարկեն, որ էլեկտրոնային գրություններու հետ մեր առօրյա հարաբերությունը նորանոր ընթերցման վարժություններ կմշակե, իմագի email ու text message-ի ստեղծած անմիջական կապը կպահանջի վայրկյանությունը, որ նաև հատկանիշն է խոսակցական լեզվի։ Լեզվաբան Ջոն Մքուորթը այս երևույթը անվանած է մատներով խոսիլ։ Հետևաբար, այն ինչ որ տեսնենք հեռախոսի կամ համակարգիչի մեր պաստառներուն վրա, խոսակցական լեզվի գրանցումն է, և ոչ թե գրական լեզվի դրսևորումը։ Այսինքն, հոն լեզուն կգտնենք իր բնական լբրձուն հոսանքին մեջ, կանխավ չմտածված կամ քերականական խիստ օրենքներով չշարահյուսված։ Հայրենի բարակային, քանի որ խոսակցական լեզուն հետզհետե գցულ է պարպարային յուրահատկությունները արևելահայերենի և արևմտահայերենի, այդ խառնուրդն է, որ գրավոր արտահայտության մեջ ալ կարտացոլա։ Թվայնացման շրջանի արևմտահայ գրականությունը սկսած է կրել խոսակցական լեզվի հետքերը, որ միաժամանակ
գբարձեն շփման նոր կոդիներ հայ սպյուրքի մեջ։ Էջին վերջին երկու դողերը հրայր վարազի #GivGiv #TwitterPoem 2022 փորձարարական կերտվածներու հիմա էջ 70 հավաքածոն թեև լույս տեսած է դպակիր հստակորեն գգրե իր թվային ձևավորման հետքերը։ Նույնիսկ կրնանք ասել, որ #GivGiv-ը թվային քրագիտությունը կներկայացնե իբր իր հետազոտության նպաստող գործիքը։ Հայրենը ձևակերպելու համար որպես անմիջական պահումը մեջ ծնող լեզու դիտումնավոր ձևով կընդգծե լեզվի հաղորդակցական հատկանիշը։ Նախապես Twitter կոչվող հարթակի կառույցային սահմանափակումը որդեգրելով բոլոր կերտվածները կփոխանցեն 280 դարանիշ պարունակող գրություններ։ Գիրքը կներկայանա իբր երկլեզու աշխատություն, ուր բանաստեղծության հայերեն և անգլերեն տարբերակները զետեղված են հարակից էջերու վրա։ Յուրաքանչյուր հայերեն կերտվածի կընկերանա անոր լատինատար մշակումը, իսկ անգլերեն թարգմանութեան կընկերանա հայերեն փոխադարձ տարբերակը։ Բանաստեղծական տողերը հաճախ կգունավորվին իրենց մեջ զետեղված էմոջիներով, առանց անպայման հայելի վերարտադրություն գտնելու թարգմանության մեջ։ Առավել արվեստագետ Էմի Քազանջյանի նկարազարդները կջոխացնեն գիրքին կարգմեջերը։ Էմի Քազանջյանը գողքը և մեջի նկարներ ամեն գծած։ Մեզիա գծած ամեն հետևը։ Լավ։ Հայերեն գրավոր լեզուն ավելի մոտենալու համար պարզ խոսքին վարած կօգտագործե լեզվական թույլ և անփույթ կառուցվածքը, որ ընդհանրապես կվերագրենք թվային հաղորդակցության։ Գրական չափանիշներու խստապահանջության հանդեպ բացահայտ դժգոհություն արտահայտելով վարած գրքին նախաբանին մեջ կհայտնե աշխատության բուն նպատակը, որ հետևյալը կխրատե. Մասմագուր հայերենը մոռցիր, կարևորը գործածելն է, ինչպես սույն մեջբերումը կառաջարկե իր ոճին և թևին ընդմեջեն, խոսակցական լեզուն խթանելու միտումով է, որ վարած կփորձարկե օրենքներու խախտումներ և հնչյունական նոր մոտեցումներ։ Այսինքն, լեզին բերանացի գործածությունն է, որ կմտահոգե հեղինակը ու առիթը կտա ստեղծագործական փորձի մը, որ գրավոր կերպով ներկայացնե խոսակցական լեզուն։ Այսպիսով կտեսնենք լեզվին ամանորյա արտահայտություններու ձայնական (phonetic) ներկայացումը, ուր քովնալ թեյի նման խոսք մը կգրվի իբր քովնաթեյ։
Կովնալ լիդեր կովնա։ Կան բազմաթիվ նման օրինակներ, ուր քերականական օրենքները կփոխարինվին խոսակցական ոճի հնչյունաբանությամբ։ Հոն է, մեջն է, թունա, թուն ալ, հայելի, պետք չունիս և մեկ կողմ թիր։ Ձայներու այս գրավոր պատկերացումը, որ ինքնաբերաբար բախումը կենթադրե օրինավոր գրական լեզվի մեր ակնկալիքին հետ, կդառնա կիզակետ բանաստեղծության ընդհանուր տարողության։ Հետևաբար, ճիվճիվը կներկայացնե որպես գիրքին հիմնական նյութ բերանացի արտահայտությունները իբր արարք և խոսակցական լեզուն իբր դիտավորյալ տեսանելի լեզվական դասակարգ։ Այս առումով գիրքին աշխատության մեջ մղում կա դեպի երևակայական համայնքի ստեղծումը, փոխադարձաբար ընթերնելի խոսքի շուրջ։ Այս մղումը նաև կպարզե զուգահեռ ըմբռնումը, առաջադրելով, որ հայերենի բառաքային զույգ գրական լեզուներուն միջև գոյություն ունեցող ընդարձակ հեռավորությունը արգելք կհանդիսանա միասնական տարածքի մշակման արևելահայախոսներու և արևմտահայախոսներու միջև։ Հոս է, որ վարած կփորձե իր ստեղծագործական միջամտությունը բերել և նոր մարտահրավերներ ներկայացնել ընթերցողին։ Գիրքի մեջ հրատարակված գրություններ կարդալու ընթացքին ընթերցողը գրական լեզուն է, որ կակնկալե գտնել հոն, անմիջապես նկատելով անոր բացակայությունը և միաժամանակ խոսակցական լեզվի հակադիր սավառնումը տպագիր էջին վրա, ընթերցողը կստիպվի մարզել վարժության նոր ձև մը, ընթերնելու այս վարժությունը ընդունելության հանգամանքը կպարտադրե, ինչ կը վերաբերի խոսակցական լեզվի ժողովրդականության, բազմազանության և միացուլումին։ Վարազի համար ստեղծագործելը կընդգրկե թարգմանության աշխարհք ոչ միայն հայերենի և իր ապրած երկրի գերիշխող լեզվին անգլերենին միջև, այլ նաև հայրեններու միջև։ Հայրեններու շփման առօրյա երևույթը ներքին թարգմանության և փոխարինումի հաճախակի աշխատանք կը պահանջէ իր դրամախոսներէն։ Վարազի բանաստեղծության մեջ այդ աշխատանքը կստանա գրավոր դրսևորում։ Այսպիսի ներքին թարգմանության հիման վրա կերտված փոխադարձաբար ընթերնելի լեզվական համայնքի մշակումը զերծ չի մնար քաղաքական
տասագարկություններ է։ Թեև հետզհետե ոչ մեկ հայկական համայնք թե Սփյուռքի, թե Հայաստանի մեջ լեզվի իմաստով չի կրնար համասեր համարվիլ, նկատելի է, որ արևելահայերենը իր նոր ուղղագրությամբ գերիշխող լեզուն կդառնա առանցքային հայկական տարածքներու մեջ, որպես լեզու մը, որ կվայելե ազգային պետության մը վավերական կառույցներու նեցուկը, որ ունի պետական հաստատութիւններու կողմէ կանոնակարգված իր ձևն ու չափորոշիչները, որ ներկայիս կօգտագործվի աշխարհի հայության մեծամասնութեան կողմէ։ Արևելահայերենը ոչ միայն ունի ավելի ընդարձակ շրջագայություն, այլև ներկայություն ավելի բազմազան ոլորտներէ ներս՝ գրական մշակույթ, հասարակական մշակույթ, համացանցային, բժշկական ոլորտ, իրավական փաստաթուղթեր, քաղաքական վարչություն եւ այլն։ #GVGV քերթվածներուն մեջ կան փոխառված արևելահայերեն քերականական կառույցներ, հատկապես ներքոյական հոլովը, որ կկազմվի հոլովով, վարազ կը ներկայացնէ հետեւյալ օրինակներուն նման շարադրութիւնը՝ լճափում, քայքլենգոր, կամ ինքնացած ելամուում, ըլլոնիում։ Նախադասութեան մեջ արևելահայերենի այս 7-րդ հոլովը չի փոխարիներ քերականական որեւէ հատկանիշ արեւմտահայերենի, որ ընդհանրապես կօգտագործէ դեղի մակբայներ, այլ պարզապես հավելում մըն է։ Այսինքն, գրութեան մեջ կը հանդիսանա հավելյալ մնացորդ ընթերցողին հիշեցնելու համար լեզուներու փոփոխականութեան մասին, որ վերջերս յառաջացած է խառնածին եւ դարասեր խոսքի համայնքներէն ներս։ Վարազի գրութիւններուն մեջ տեղի ունեցած ներքին թարգմանական փոխանցումը, որ կը բաղկանա արևելահայերենէն, որոշ դարերու գործածութենէն հաճախ արեւմտահայերենի հնչիւնաբանական թերությունները հայտնաբերել կը թվի։ Վարազ երբեմն կօգտագործէ դասական ուղղագրութիւն, երբեմն աբեղանական ուղղագրութիւն, օրինակ՝ հիշենք, կապվինք, սորվինք, որ հո կապվինք վևով ուի դեղ, սորվինք նորեն վևով ուի դեղ, եւ երբեմն ալ բոլորովին կ'անտեսէ ուղղագրական կանոնները։ Ուղղագրական այս խաղերը խառնածին հայախոս ընթերցողին համար միասնաբար կը ներշնչեն խորթութեան եւ հարազատութեան զգացումներ, կազմելով գիրքին գեղագիտական տրամաբանութիւն։ Ամէն մեկ էջի տակ կա ծանօթումի բնույթ ունեցող հայտարարութիւն։
ուղղակրական ազատություններով քրված եւ ուղղակրականը մեկ ղեով եւ քրվածը վեվով ու իդեղ անգը կրե ցավի դեղ ցածո փոխարեն մաղթանքի դեղ փոխարեն հերվենի փոխարեն աս ռարե գմդահոգվեի մամեն փոխես փոխեն նեդված գսկամի փոխարեն գամ աչ ցերքենի փոխարեն այլ խոսքով վարազը որթեքրած է քրելու հնչյունական մոդեցումը որ գագնարգե արևմտահայերենի թարերու ընթացքին գործընթացած հնչյունական զանազանություններն ու ստեղծագործական խաղի գվերածե այն երևույթը որ արևմտահայերենը երկուական դար ունի թթ, քք, ցց, փփ, չչ հնչյուններուն համար մինչդեռ անշուշտ արևելահայերենի փարփարները պահպանած են հնչյունական նրբերանգները այս տարրերուն միջև որ երկրորդ հատորից մեջ քիչ գագնարգեմ գրավոր արտահայտությամբ Հայաստանի եւ Սփյուռքյան քաղաքներու մեջ արևելահայերենի բազմազան հնչյունները գործածեն խորհրդային միության սկզբնական տարիներուն մշակված բարեփոխված ուղղակրությունը որ գցկտեր բարերու գրվածն ու հնչումը կամրջել քրականությունը տարածելու նպատակով որ կրենք ստեղծենք մասնակիորեն ենթարկվելով բարեփոխված ուղղակրության վարազնալ նպատակ ունի հայերեն գրելն ու կարդալը խրախուսելու գրավոր լեզուն ավելի հասանելի դարձնելու խառնվածին հայախոսներուն համար ինչպես նաև քննադատական ակնարկի հրավեր երկարելով արևելահայերենի հնչյունաբանական արժեքներուն քերականության ուղղությամբ արևելահայախոսներու համար պետք է նկատի առնել որ քերթվածներուն արևմտահայերեն հնչյունաբանությունը կամրապնդվի յուրաքանչյուր տողի տակ գտնվող տարադարձության միջոցով եւ ուղղակրական ազատություններով գրված որոշ բառեր կգործընծնեն իրենց զուգորդիչ կապը բնագիրին հետ հետևաբար գործընծնելով իրենց իմաստը Ջիվջիվի նման խառնածին #Ջիվջիվի նման խառնածին քրութենականության hybrid textuality մուտքը հայ արդի քրական ստեղծագործություններէներս անդրադարձի առիթը կստեղծե անգե հարաճած բախումներու մասին տպագիր աշխարհի գայական
static, դարերու եւ թվային աշխարհի հարաշարժական dynamic, դարերու միջև, քրական լեզվի եւ խոսակցական լեզվի միջև կամ արևելահայերենի եւ արևմտահայերենի միջև։ Թեր պետք է սպասենք որոշելու համար, թե արդյոք ասոնք պիտի մնան իբր փորձարարական գրության օրինակներ, թե գարաչացրեն ավելի մեծ ուղղությունը։ Գարժե հիշել, որ այս նյութին շուրջ խորհիլը բացարձակ նորություն մը չի ներկայացներ։ Ահա գավառդեմ Դանիել Վարուժանի միտքերը խառնածին լեզվի հարցին մասին։ Դիցուք թե վայրկյան մը անդեսենք այդպիսի ցուլումի մը երեք գլխավոր արգելապատճառները՝ ժողովուրդը, քրական անցյալը ու երկու լեզուներու մեջ եղած խորհուրդ տարբերությունները, եւ արեւելյան եւ արեւմտյան բարբառները նետենք մեկ հալոցի մեջ։ Ինչ առաջ պիտի գա, անկերպարան միքամածը, լեզվական խառնագությունը, ալքիմիական բաղադրությունը, ուրգե իհարկե ոսկի պիտի չստանանք։ Նոր բան մի ստեղծեր ունեցածդ կորձած եւ ասիգա հայ լեզվի խնդիրը 1911-ին Ազատամարտ թերթեն մայիս 22 5 Շնորհակալ եմ Թալաշայնյան եւ Փակին եւ Էմի եւ Ապրիլ հիմա ասիա թարգմանենք Շնորհակալ եմ շատ եւ կտեսնենք